Հարցս վերաբերում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և աշխատող աղքատների խնդրին։ Դա գաղտնիք չի, որ նվազագույն աշխատավարձով աշխատողները աղքատ են և նախորդ 5 տարիներին այս մարդկանց կյանքի որակը գնալով ավելի վատացել է, որտև արձանագրվող գնաճը գերազանցել է նրանց իրական եկամուտների աճը։ Պարզ ասած, նվազագույն աշխատավարձը 68,000 դրամից դարձել է 75,000 դրամ, աճելով 7,000 դրամ ընդամենը, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը դրանից գրեթե կրկնակի անգամ ավելի բարձր աճ է ունեցել։ Հիմա կառավարության ծրագրով 2021-26 թվականների նախատեսված էր նվազագույն աշխատավարձը դարձնել 85,000 դրամ, այս պահին 75,000 դրամ է։ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան Հայաստանը վավերացրել է 2004 թվականի մարտի 1-ին, 22 տարի առաջ, և այս խարտիայի նախադեպային իրավունքի վերլուծական ամփոփագրով երկրների համար հստակ պարտավորություն է նախատեսված, որ նվազագույն աշխատավարձը պետք է լինի միջին աշխատավարձի 40%-ը։ Այս պահին միջին աշխատավարձի նախորդ տարվա, այսինքն 2025-ի տվյալներով միջին աշխատավարձի 31%-ն է և ցավոք սրտի գնալով նվազում է, որտեղ դեկտեմբեր ամսվա տվյալներով էլ ընդամենը միջինի 25%-ն էր։ Այս սոցիալական խարտիայի պահանջը վարձատրության արդար բաշխման իրավունքի իրացմանն է վերաբերում։ Հիմա հարցս պարզ է, նախատեսում եք արդյոք նվազագույն աշխատավարձի բարձրացում, որի հետ կապված նաև մեր օրենսդրությամբ կապ կա բազային աշխատավարձի հետ քաղցառայողների, հետևաբար նաև եթե այդպիսի բարձրացում լինելու է, պետք է բարձրանա քաղցառայողների բազային աշխատավարձը։ Հարցին կպատասխանի Արսեն Թորոսյանը, համեցեք պարոն նախարար։ Պարոն Ավետիսյան, ես ենթադրում եմ, մենք առաջի անգամ չի, որ սրա մասին խոսում ենք, դուք էլի եք հարցեր տվել ու այդ ձևակերպումներն էլ առաջի անգամ չի, որ լսում ենք, հատկապես տենց ոչ այդքան բարեհունչ ու մեր քաղաքացիներին էլ ոչ այդքան լավ նկարագրող աշխատող աղքատ բառակապակցությունը, որտեղ մենք խրախուսում ենք աշխատանքի միջոցով աղքատությունից դուրս գալը եւ ոչ թե հակառակը, եւ մեր քաղաքացիներին վերաբերվում ենք այդպես։ Հիմա ինչ վերաբերում է ձեր բարձրացրած բուն թեմային։ Okay, կա մեր օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձ, որը 75,000 դրամ է, որից այո նաև հաշվարկվում են շատ այլ բաներ եւ հիմնականում այն ինչ որ դուք նշեցիք, քաղցառայողների եւ տարբեր այլ պետական ծառայողների աշխատավարձեր։ Դրանից բացի, ըստ էության, այս նվազագույն աշխատավարձը որևէ դեր չունի իրական կյանքում։ Ավելին, մենք բազմիցս նաև ասել ենք եւ նաև կարող եմ հիմա էլ թվեր ասել, ունենք վերջի վիճակագրության։ Երբ որ մենք տեսնում ենք աշխատատեղերի միգրացիա ցածր վարձատրվող կտորից դեպի բարձր վարձատրվող, այսինքն մենք այդ նվազագույն աշխատավարձը բարձրացնենք, չբարձրացնենք, թողնենք նույնը, միևնույնն է, իրական սեկտորում իրական աշխատավարձերը բարձրանում են, այդ թվում մրցակցության շնորհիվ, որտեղ աշխատատեղեր ունեցող գործատուները ուզում են, որ իրենց մոտ գան լավ աշխատողներ, որոնց համար նրանք պատրաստ են տալ ավելի բարձր աշխատավարձ։ Ես օրինակ հենց հիմա կարող եմ ասել, որ 25-26-ի հունվարի համեմատ, 25-26-ի, մենք մինչև 100,000 դրամ ստացող աշխատատեղերի կրճատում ենք ունեցել, ինչի հաշվին, որտեղ 150,000-ից ավելի բարձրում ունեցել ենք ավելացում, մոտ 12,000 աշխատատեղ կրճատվել է մինչև 150,000 կտորում, բայց ոչ թե կրճատվել է, այլ նրանք տեղափոխվել են ավելի բարձր կտորներ, 150,000-ից ավելի բարձր, 500,000-ից ավելի բարձր, ել չեմ ասում դրանից ավելի բարձր է։ Եվ մեր իրական նպատակը այդ պետք է լինի եւ դա է տնտեսության զարգացման միջոցով հասնել նրան, որ իրական աշխատավարձերը բարձրանան եւ որոնք բարձրանում են։ Իդեպ բարձրանում է թե միջին աշխատավարձը, թե նաեւ մեդիանն է բարձրանում, այո, որը տարբեր է միջին աշխատավարձից։ Եվ այս ամեն ինչը մեր քաղաքացիները իրենց մաշկի վրա զգում են։ Հիմա մենք կգնանք այդ 75,000-ը կդարձնենք 85,000 կամ 105,000 կամ չգիտեմ ինչքան, դրանից բացի պետական ծառայողների աշխատավարձի բարձրացումից ուրիշ բան չի փոխվելու իրական կյանքում։
Եվ հետևաբար ես կարծում եմ, որ այդ հարցը ըստ էության մենք լուծել ենք եւ շարունակում ենք լուծել ու մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Մենք դրա վրա պետք է կենտրոնանանք, ոչ թե 75-ը 85 կամ 95 դարձնելու վրա։ Ու եթե արձագանքեք, կշարունակեմ։ Արձագանք։ Ճիշտն ասած, զարմացա։ Ես վկայակոչեցի կառավարության ծրագրի շատ կոնկրետ կետ։ Հիմա դուք ասում եք դա կարևոր չի։ Ոնց կարա անկարևոր բանը կառավարությունը իր ծրագրում սոցիալական 3 խոստումներից չափելի մեկը անկարևոր մի բանի մասին է։ Զարմանալի է։ Կոնկրետ 75000 դրամը դարձնել 85000։ Ես կարծում եմ շատ էլ կարևոր է եւ շատ էլ ճիշտ թիրախ է, որովհետեւ մի բան է մեդիան աշխատավարձը, միջին աշխատավարձը, մի բան է նվազագույն աշխատավարձը արդար բաշխման տեսանկյունից։ Դուք ասում եք անկարևոր մի բան վերանայված եվրոպական սոցիալական խարտիա։ Գիտեք, աշխարհի նույնիսկ զարգացած երկրներն են վավերացրել եւ սա շատ հին պատմություն ունի։ Այստեղ հստակ ասում է, որ միջին աշխատավարձը պետք է նվազագույն աշխատավարձը լինի միջինի 40%-ը, պարոն Թորոսյան։ Եվ սա, ասում է, արդար բաշխման տեսանկյունից։ Այսինքն հիմա այն ինչ որ դուք դրամաբանորեն ասում եք, գուցե դրամաբանական հիմք կա, բայց սրանք կոնկրետ ցուցանիշներ են։ Եվ ի դեպ նվազագույն աշխատավարձը պետք է դառնա 95000 դրամ, որ խարտիայի պահանջը կատարված լինի։ Շնորհակալություն։ Պարոն Ավետիսյան, շնորհակալ եմ, որ ընդունեցիք, որ ճիշտ եմ ասում եւ տրամաբանական եմ ասում եւ մեր նպատակը պետքա լինի մեր քաղաքացիներ իրական եկամուտների ավելացումը, ինչը մենք անում ենք նաեւ մեր վարած տնտեսական քաղաքականությամբ եւ նաեւ սոցիալական քաղաքականությամբ եւ նաեւ օրինակ նախորդ հարցն էլ դրան էր վերաբերվում եւ այս ցուցանիշները ապացուցում են, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Ցածր ստացող աշխատատեղերը քչանում են, բարձր ստացող աշխատատեղերը շատանում են, իրական եկամուտները բարձրանում են, մեր կողմից էլ նաեւ ներդրվող process-ներն էլ ուրիշ բարեփոխումներն էլ օգնում են մեր քաղաքացիներին իրենց այլ ծախսերը հոգալ, օրինակ նույն առողջության ապահովագրությունը 200,000-ից բարձր ստացող քաղաքացիների համար, մյուս տարվանից արդեն բոլորի համար, նաեւ խոսում է նրա մասին, որ պետքա մենք ամբողջության մեջ նայենք իրական բեռի տեսանկյունից քաղաքացիների վրա ընկած։ Շնորհակալություն։